Պաշտոնական հայտարարություններով եւս ասվում է, որ բանակցությունները թե ինչպիսի կոնսորցիում պետք է ստեղծվի, ընթացքի մեջ են եւ այն, որ այդ հանդիպումները եռակողմ են, այսինքն Հայաստան, ԱՄՆ, հետո ԱՄՆ, Բաքու, եւս նշանակում է, որ այդ միջանցքը, որը Հայաստանը համաձայնել է տալ, ըստ էության այդտեղ Բաքուն փայատեր է, որովհետեւ եթե մենք խոսեինք չոր ներդրման մասին Հայաստանում, Հայաստանի ճանապարհների վրա, ապա այդտեղ ինչ կա քննարկելու Բաքվի հետ։ Եթե քննարկվում է Բաքվի հետ, թե ինչ կոնսորցիում կստեղծվի, հո միայն Հայաստանում չի ստեղծվի այդ աշխատանքը։ Միայն Հայաստանում է ստեղծվում, որովհետև TRIP-ը դա Հայաստանի տարածքին վերաբերող մաս է։ TRIP-ը չի վերաբերում Ադրբեջանի կամ Նախիջևանի որևէ կտորի։ Դա վերաբերում է բացառապես Հայաստանին եւ այն, որ Հայաստանին վերաբերող ճանապարհի վերաբերյալ բանակցությունը Ադրբեջանը TRIP-ով հետաքրքրված չէ։ Չէ, Ադրբեջանը TRIP-ով հետաքրքրված է, որովհետև դա իր համար է եւ հենց դա եմ ասում, որ այն որ հետո ամեն ինչ անում է Ադրբեջանին այդպիսի ծառայություն մատուցելու համար։ Վաշինգտոնը ամեն ինչ անում է, որպեսզի TRIP-ը կյանքի կոչվի, որովհետև դրանք անուն Ադրբեջանի պահանջով, որտեղ ԱՄՆ-ն եւս ունի շահը, որովհետև դրանով ԱՄՆ-ն ներդրումային իմաստով եւս մտնում է տարածաշրջան, որը ի սկզբանե եղել է Ադրբեջանի պահանջը։ Ընդ որում այդ նույն հարցը կարող եք տալ Ռուսաստանի մասով նոյեմբերի 9-ի հետ կապված, ես էլի կասեի, այո, որ Ռուսաստանը այդ կետին համաձայնել էր Ադրբեջանի պահանջով, տեսնելով այդտեղ իր շահը